Ցույց տվեց, որ ինձ հիշում եք, այդ իմ հետ պայմանագիր է կնքե, այդ այն երկիրն են, որ դուք մտածում եք չգիտեք, հետո շփոթում եք նոր էր անցել, հիշում եք մի նկար կա, ասեն գլուխը սենց արել է, ասում է իրան ասեք այդ ես եմ, իրան ասեք այն առաջին բանն է, չէ, շրջաններ Թրամփի սենց գլուխը թեքել ու այդ կադրը կա, էլ ասում է այսօ, հիմա Թրամփը որպեսի գնահատի, որ դիմացը առ ոչինչ է, իր մոտ գնացել էին, երբ որ աշակերտի մեկ օր հետ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպելուց հետո հաջորդ օրը իր մոտ հայտնվեցին Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի նախագահը, Ֆրանսիայի նախագահը, Կայա Կալասը, Եվրահանձնաժողովի ղեկավարը եւ Ֆինլանդիայի նախագահը։ Ֆինլանդիայի նախագահը Տրամփի դիմացն է նստած։ Հիմա խոսում է, կարդում է Տրամփը եւ սենց նայում է, ասում է, դե ասում է Ֆինլանդիայի նախագահը, կողքից ուշում են, ասում են, այդ դիմացինը Ֆինլանդիային ինքը իհարկե հրաշալի գիտի, ասեմ ձեզ։ Այնպես ինչպես Փաշինյանին հրաշալի գիտի։ Եվ գիտի Փաշինյանը որ երկրի վարչապետն է, ինքը հրաշալի գիտի։ Եվ որպեսի ինքը նվաստացնում է։ Այո, որ ցույց է տալիս, որ այդպիսի երկիր, Հայաստան երկիր, Ամերիկա պետության համար գոյություն չունի։ Ընդհակառակը ինքը ասում է, որ այս տարածքը ինքը չել ընդունում, որ Հայաստան կա, Հայաստանի վարչապետ կա։ Այս տարածքը Ադրբեջանի տարածք է ինքը համարում։ Եվ որպեսի իմ ասածը այդպես բան չլինի, վերացական չլինի։ Ես հիմա ընթերցեմ այս պահին մի վարքյան ինչ ասել է բանը։ Մի վարքյան որտեղ է դրել։ Երբ դիմում է բանին։ Հա, էսա։ Ալիևին, նույն Շարմ էլ-Շեյխում, ասում է, ահա այն մարդը, այդ Ալիևին ասում, ում համար ես լուծեցի պատերազմը, բոլոր նայում են, չգիտեն, ասում է Ադրբեջան, ավասիկ Ադրբեջան եւ այդ երկրի ղեկավարի մասն է խոսում, ասում է, այստեղ է քո հայրենակիցը, այսինքն Փաշինյան Նիկոլը, որտեղ պատերազմի հարցը Տրամփը լուծել, այդ Ալիևի հայրենակիցն է։ Այստեղ է քո հայրենակիցը։ Հաշտեք, չէ՞։ Հա, այսինքն ինքը գիտի, որ ինքը ադրբեջան է։ ԱՄՆ-ի համար Հայաստան գոյություն չունի։ Ինքը արդեն Հայաստանը դիտում է որպես Ադրբեջանի մաս։ Բայց սա հետո խի գնաց, այս խոսքերից հետո գնաց քսմսվեց, ասեց ես Հայաստանի վարչապետն եմ, Աստված ձեզ Մի վարքյան, շարունակությունը։ Ինչ ասում Տրամփը։ Նրանք կռվել են 32 տարի, իսկ մենք մոտավորապես 1 ժամ կարողացանք ամեն ինչ կարգավորել։ Հիմա նրանք իրար հետ լավ են։ Այսինքն Տրամփը Հայաստան երկիր որպես այդպեսին չի նայում։ Հայաստանի հետ կապված հարցերը ինքը լուծում է Ադրբեջանի նախագահի հետ ու վերջ։ Այս խոսքերից հետո ասա գնացել քսմսվել, որ ես մոտավորապես հայրենակից չեմ։ Ես մի հատ երկիր կանոն Հայաստան։ Ես դրա վարչապետն եմ։ Հասկանում եք դուք։ Չինքը չի նեղացել, որ ինչ նեղվել է, որ ինքը ասել է։ Ես ասի նեղվել, ես նման բան չասի։ Ասի ինքը գնում է, այսի ժողովրդի համար է։ Իհարկե դրանից որ Տրամփի գնահատականը չի փոխվում։ Իր այդ կեցվածքը Աստված օրհնի ձեզ, չգիտեմ ինչ անի եւ այլն, այս քուճուճ բաներ ասել, նույնս մոտս, չգիտեմ, ստեղ նշել եմ թե չէ։ Այսինքն այս մարդը Արցախ մի հատ այդ բանի Ալենի ասածն էլ դիր, այսինքն այս մարդը Արցախը հայաթափվել է, անասուն էլի, Արցախը հայաթափվել է, Արցախի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել, հա, այսքան կորուստ են ունեցել, իրանց ասած 5010 ռազմագերիներ են այնտեղ, նստած շնորհավորում է, որ ինչ հաջողություն են արձանագրել, այստեղի տավար մասան էլ մտածում է թե, չգիտեմ ինչ են, այս որակն էլ ասում էր թող արցախցիները կռվեն, ես լսել եք։ Բայց արդեն մորթում էին մարդիկ։ Այ, հենց հերոսինն է։ Հա։ Կռվել են սրիկա, մի տարի դիմացել են սովի, ահա, երեք արցախցիները խոսում էին, ասում է բանը, սովի մատնված 1 տարի, 8 ամիս, ճանապարհը, հիշում եք, որ ճանապարհը բացեցին, ասեցին Ադրբեջանից հաց կգա, ճանապարհը, ինչ արեցին արցախցիները։
Հրաժարվեցին այդ հացից։ Հրաժարվեցին, չէ՞։ Ու այս ժողովրդին եք ասում ու Թրամփն էլ իրան դրած չգիտեմ ինչտեղ զվարճանում է այս ժողովրդի վրա։ Հայվան Մասան էլ ուրախանում է թե Թրամփը ինչ է ասել ու ինչ է անելու, մի հատ էլ միջանցքով ինչ է անելու մեզ համար։ Նորից եմ ասում, իդեպ իմ ասածը վերահաստատվեմ։ Թրամփը 4 անգամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից օգոստոսի 8-ի ստորագրումից հետո 4 անգամ խոսել է Հայաստան-Ադրբեջան։ Հայաստան բառը չի ասել, 3 անգամ չի ասել։ Ադրբեջանն է ասել, 4-րդ անգամ Հայաստան եւ որ երկրի հետ ենք մենք կռիվ տալիս Կամբոջայի հետ։ Այդ Կամբոջայի ղեկավար իսկ ինչու է դա ասում Թրամփը։ Ասում են Թրամփը այդպես հիշողության ինչ-որ խնդիրներ ունի։ Թրամփը չի հիշում, բան։ Եղբայր, Թրամփը հրաշալի հիշում է։ Թրամփին որ ասես առաջին միլիոնը ոնց է աշխատել, դետալներով կպատմի։ Թրամփը մեզ ասում է չկա Հայաստան երկիր, այ մեկ անգամ եւս այն ինչ ես ընթերցեցի, ասում է ինձ համար Ամերիկայի համար Հայաստան երկիր չկա։ Այս խելոքին էլ բա ինքը էսի ներքին սպառման համար է Նիկոլը որ գնացի քսմսվում։ Հո դրանից ինքը իրա քսմսվելուց այնտեղ զգացիք ոնց Նիկոլին փղկարին Թրամփի կողքը որ եկե այդտենց կանգնել էր։ Մի կողքը Ալ-Սիսին էր Եգիպտոս նախագահը, մյուսը Պակիստանի նախագահն էր եւ երրորդը Սրան բրբրթեցին ասին դա է թռստից։ Հիմա այս իրողությունների ֆոնի վրա Հայաստանը ԱՄՆ-ի, սկզբից Բրիտանիայի, հետո ԱՄՆ-ի, ինչպես ասում են, բանը, ազդեցության տարածքը։ Գիտեք չէ, իմիջիայլոց այս ամբողջը մշակվում է Մեծ Բրիտանիայում, որ երբ որ ուսումնասիրել են հետ խորհրդային շրջանները, իրենց համար տխուր փաստերի առջև են կանգնել, որ կախվածությունը շատ մեծ է, կապվածությունը շատ մեծ է, եւ արժե համակարգային, եւ բարոյական, եւ կրթական, եւ հոգեվոր Ռուսաստանի Դաշնության հետ, իրանք հասկացել են, որ պետք է ստեղծեն լրատվամիջոցներ եւ թիրախավորեն հոգեվոր այդ բաները, առաջին հերթին հայ առաքելական եկեղեցին եւ այս փուլերում սկսում է հարվածը։ Տեսեք ինչ են անում Վրաստանում, ինչ արեցին, չնայած Վրաստանում մի պատիվ իրենց կարողացան դիմադրել։ Ուկրաինայում ինչ են անում, նույն ձեռագիրը, հիմա այսպես Արևմուտքը, Մեծ Բրիտանիան, Ամերիկայով, Թուրքիայի ձեռքով, այս շաների ձեռքով իրականացնում է այստեղ։ Ոչ մի բան չի փոխվել։ Լավ, ավարտեցինք հա Շարոն Շեյխուն ինչ եղավ, այդտեղ կարելի ասել, որ ուղակի զվարճացան մեծ հաշվով, հա, Նիկոլի վրա։ Ախա չէ, գիտեք, հիմա մենք ասում ենք Նիկոլ, իրանց համար Նիկոլ գոյություն չունի, Անժելա, բայ։ Ամերիկայանը Նիկոլ չկա։ Կա Ադրբեջան, Ալիև, որը այս տարածքում մի հատ մարզի կարգավիճակով բան կա, մարզ կա։ Այդ Նիկոլները այս բան ժամանակապես ինքնանդամնի ժամանակավորապես։ Ոչ ավել ու ոչ պակաս, նորից եմ կրկնում, Նիկոլ գոյություն չունի, Հայաստան գոյություն չունի Արևմուտքի համար։ Թրամփը որ Շարմ էլ-Շեյխում կանգնած էր, այդ բոլորը գալիս բարում են, այդ ինչ էր անում ինքը։ Ասում էր ասողը երկիր մոլորակի ես եմ։ Տմբասներ, հետո Մակրոնին վրա երթալիս, չէ։ Շրթունքներով կարդալու մասնագիտություն կա, չէ, առանց ձայնի համար։ Կարդացել են, ինչ են խոսել Մակրոնը եւ ուրեմն Թրամփը։ Հատեն Մակրոնի վրա է վերանցել Թրամփը։ Հա, եթե ԱՄՆ-ի համար Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա պետությունների ղեկավարները եթե պետքա միջանցքում ժամերով պիտի սպասեն եւ ինքը բարեաճի գան Հայաստան երկիր ոնց կարա լինի իսկ Ադրբեջան կա որտեվ Ադրբեջանի հետ պայմանագրեր են կնքել նավթի, էներգակիրների, կոմունիկացիաների Ադրբեջան երկիրը ԱՄՆ-ի համար կարեւոր է որպես նախապատրաստական տարածք Իրանի դեմ մոտ սպասվող պատերազմի Ադրբեջանը արժեք ունեցող տարածք է ճիշտ է այդ երկրի նախագահը ԱՄՆ-ի համար եղած մի հաշիվ է բայց հաշվի առնելով որ այդ տարածքը պետական կառույցները ԱՄՆ-ի համար կարևոր են Գազայում իբր պատերազմը կանգնեց, չէ։ Ես ուզում եմ միշտ հիշեցնել 2019 թվականի հոկտեմբերի 10-ի հայտնի դեպքը, երբ որ Միացյալ Նահանգները 8 տարի զինել էին Սիրիայում 4 շրջաններում գտնվող Սիրիայի քրդերին, խոստացել էին անկախ պետություն։ Հրահանգիչները, թեթև զրահատեխնիկա, զենք, զինամթերք ամբողջովին 8 տարի մարզում էին քրդերին Սիրիայի ինքնիշխան Սիրիայի տարածքում։ Հետո քրդերը հոկտեմբերի 9-ին քնեցին, հոկտեմբերի 10-ին արթնացան, աղմուկից, չէ, մեկ էլ նայում եմ, որ թուրքական օդուժ ու զրահատեխնիկան
մտնում է իրանց երկրի տարածք։ Ուր են ամերիկացիները, Սանկիզեն ավտոմատի, ամերիկացիները գնացել են։ Էս են ամերիկացիները։ Վաղը չեմիսորը ուղղակի դուրս են գալու։ Այդքան բան։ Ոնց ամերիկացիների վրա ով է հույս դրել։ Գազայում Ամերիկան եւ Իսրայելը խայտարակ պարտություն են կրել, ասեմ ձեզ։ Հո Գազայի ժողովուրդը չի խնդրել ասել մենք խաղաղություն ենք ուզում, խաղաղություն ենք մուրում, եկեք մի բան ստորագրենք, չէ։ Ընդհակառակ 3 պատասխան եղավ այդ Շարմ el-Շեյխի խորհրդաժողովի 8 դավաճանի Համասի զինյալները հրապարակավ բանը գնդակահարեցին, այդքան բան։ Եվ ասին ոչ մի զենք էլ չենք հանձնում։ Մեր զենքը ավտոմատն է, ուրիշ բան չունենք։ Հետո կերևա, անկախ պետություն կլինի կամ կհանձնենք կամ էլ ուշ։ Հիմա սրանք, որ Շարմ el-Շեյխում կապիկություն են անում, երաշխիքներ, այդ փաստի իրական հաղթողը դա Գազայի հատվածում պաղեստինցի ժողովուրդն է եւ իր առաջնորդները։ Այդքան բան։ Եվ փաստի առաջ կանգնեցրեցին, իսկ հիշեք ինչ էր ասում Բենյամին Նատանյահուն մի ամիս առաջ, թե այդ Գազայում էլ բան չի մնաց, հեսա մտանք են տակով վրով։ Մեզ լսողներին հիշեցնեմ 365 քառակուսի կիլոմետր ամբողջ Գազայի տարածքը, 1.5 Երևանի տարածք, 2.400.000 տարբեր պաշտոնական, ոչ պաշտոնական տվյալներով 700.000 զոհ, ասում էին 100, բայց իրականում թիվը շատ ավելի ահռելի է, 700.000 զոհ։ Այսօր այդ ժողովուրդը, այո, թեթև զենքերով, հակատանկային միջոց ավտոմատ եւ ականներ, զինված ծնկի է բերում աշխարհի հզորագույն բանակներից մեկին, ցախալին։ Ցեղասպանվում է։ Այդ ժողովուրդը պայքարում է, զոհաբերվում է ու հաղթում է։ Շարմ el-Շեյխի հանդիպումը, որտեղ ոչ Իսրայելից մարդ կար, ոչ Պաղեստինից, սա Պաղեստինի ժողովրդի փայլուն հաղթանակն էր։ Ստիպեց, որտեվ այլ տարբերակ չկար, այդ ժողովուրդը չի անձնում, ինքը պատրաստ է այդ զոհասեղանին 2.400.000 զոհ դնել, պատրաստ է։ Իսկ Իսրայելի ժողովուրդը պատրաստ չի երկարատև պատերազմի հոգեբանորեն։ Այսօրվա Իսրայելի ժողովուրդը դա 1948, 1953-54 թվի ժողովուրդը չի։ Նյութը այն ժողովրդին չէր կերել։ Այդ 48-ի հրեաները, որոնք տարբեր երկրներից մեծահարուստներ, ունևորներ թողուն գալիս էին իրանց ավետյաց երկրի համար կյանք տալու, այդ ժողովուրդը այսօրվա պաղեստինցիներն են այդ հոգեբանությամբ, դա համար չեն կարող հաղթել։ Պակիստանի վարչապետի հետ հանդիպումը Նիկոլի եւ Պակիստան Աֆղանստան էս պատերազմ այսօր առավոտ էլ ասեցին միջադեպեր ասեմ, չգիտեմ, լարվածություն ասեմ ինչ, առավոտյան էլ ինֆորմացիա գնաց, որ շարունակվում է։ Հիմա նայեք, ինչ ումա պետք այդ կռիվը։ Ուրեմն Ռուսաստանը իր տնտեսական ամբողջ զարգացումները դեպի արևելքով անում։ Արևելքի երկրներ, հարավ եւ արևելք, այսինքն այդ գլոբալ հարավ որ ասում են, նաեւ արևելքի երկրներ։ Որպեսզի այդ երկրների հետ տնտեսական հարաբերություն, ապրանքաշրջանառություն, էներգակիրների վաճառք, կոմունիկացիաներ եւ այլն ճանապարհներ են պետք։ Հիմա Ռուսաստանը հարավ-արևելյան Ասիայի պետությունների հետ ունի արդեն կնքած լուրջ պայմանագրեր, այդ թվում նաեւ Ինդոնեզիայի հետ, որը իսլամ աշխարհում ամենամեծ իսլամական պետությունն է 300 միլիոն մոտ։ Հնդկաչինի երկրների Լաոս, Կամբոջա, Վիետնամ եւ այլն։ Այդ ճանապարհը այդ երկրների վրա դուրս գալու։ Ուրեմն ասում ոնց է անցնում։ Ռուսաստանից արդեն կա պայմանավորվածություն, ուշադրություն դարձեք։ Ռուսաստան, Ուզբեկստան, Աֆղանստան, Պակիստան ու միանգամից ընդ որում Հնդկաստանի նաև Պակիստանից Հնդկաստանի արևելյան մասը։ Եթե հյուսիս-հարավով Իրանով գնում է Հնդկաստանի արևմուտքն է, դե Հնդկաստանը հսկայական տարածք է, չէ՞։ Ապա այդ հարավ-արևելյան բանով ճանապարհով ինքը նաև Հնդկաստանի արևելք է դուրս գալիս։ Հիմա նայեք, ճանապարհը դա չէ։ Հիմա ճանապարհը բրիտանացիների բոլոր ժամանակների ձև է էսել։ Ցամաքային հաղորդակցություններում պատերազմներ, որպեսզի իրենք որպես ծովային կայսրություն ամեն ինչ տեղափոխվեր նավերով։ Նավերով նավատորմիտերը ինքն է, գին ինքն է որոշում։ Մեղմ ասած անաշխատ եկամուտ, հա։ Հիմա նույնը այստեղ է։ Ուրեմն Ուզբեկստանի հետ Ռուսաստանը բավականին լուրջ հարաբերությունների մեջ է եւ
տնտեսական եւ ռազմական եւ այլն։ Վերջերս մոտ 3 ամիս առաջ Ռուսաստանը առաջին անգամ Աֆղանստանի իշխող Թալիբան շարժմանը որպես ահաբեկչական կառույց իր ցուցակից հանել էր։ Այսինքն ինքը ճանաչում է Աֆղանստանի Թալիբան շարժումը որպես օրինական իշխանություն։ Ահա։ Պակիստանի հետ բավական լուրջ հարաբերություններ է սկսել Ռուսաստանը։ Իդեպ ասեմ ձեզ, փորձելով Հնդկաստան, Պակիստան լարումները մեղմացնել։ Թրամփն ասում է ես եմ անում։ Դե հիմա ասում է դու էլ ասա, հա հիմա ինձ անդադ ստիպում եք այդ անեկդոտը ասել։ Ասում է դու էլ ասել։ Որ դրանով չարեցինք։ Եվ ըստ այդմ, եթե ճանապարհի վրա Ռուսաստան, Ուզբեկստան, Աֆղանստան, Պակիստան եւ ասենք Ինդոնեզիա, Պակիստանից արդեն իշխում են մի շարք երկրներ իր սահմանակից դեպի արևելք։ Հիմա եթե միտեղ պատերազմային չկարծում եք ճանապարհը աշխատելու է, երբ չի աշխատի։ Եվ Ռուսաստանը այդ իր մեծ ճանապարհը հարավ-արևելյան Ասիայի երկրները դուրս գալու ֆինանսավորում հիմնականում ինքն է անում։ Արդեն կնքած պայմանագրեր կար, Աֆղանստանը բական լուրջ դերակատարում էր ունենալու, որտեղ Աֆղանստանը մինչ այժմ դիտվում էր որպես թմրամիջոց եւ ահաբեկիչներ արտահանող երկիր, չէ՞։ Այդ ժողովրդի կեսը 1/3-ը թմրամիջոցի վրա նստած է։ Հերոինի վրա էլի։ Հիմա Աֆղանստանը Ռուսաստանի հետ բական լուրջ հարաբերություններ, Պակիստանը Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ուզբեկստանը դե Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ եւ տենց իշխում են Ինդոնեզիա։ Բայց նաեւ Թրամփը երեք ասեց, եթե Թրամփը երեք ասեց, եթե ուզում եք, ես BRICS-ի երկրներին ասել եմ, որ ուզում եք մեծանա, ուրեմն այս տարիֆները պիտի վճարեք, ինչպես տեսնում եք, ասում է բոլորը կամաց հրաժարվում են, ամենայն դեպս ձայն չկա։ Ուրեմն հիմա գիտեք ինչ, եկեք այսպես ասեմ, հա, այս բոլոր հարվածները, այս փոքր պատերազմները, այդ բոլորի նպատակը Ռուսաստանն ու Չինաստանից հավասնելն է։ Հիմա դրա մեջ մտնում է նաև Հնդկաստանը, որտեղ Հնդկաստանի ղեկավարը Չինաստանում Շանհայի համագործակցության գագաթաժողովում արդեն կեցված դրսևորեց, ինքը որտեղ է։ Եվ հետաբար ԱՄՆ-ի եւ հավաքական արևմուտքի համար գոնե նվազագույնը 3 խնդրահարույց պետություն կա՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան։ Ներառյալ նաև հիմա միաշան ներքև ենք իջնում Իրանի Իսլամական Հանրապետություն, խնդիր է, Հյուսիսային Կորեան, խնդիր է, վստահաբար։ Եվ այն ինչ որ այս խեղկատակները ասում են այստեղ բան խաղաղություն եւ այլն, ես ուզում եմ ուղղակի ընթերցել ինչ էր ասում Նիկոլը իր կառավարման, իբր իր կառավարման տարիներին եւ դրանցից ինչն է կատարվել եւ հիմա մեր ժողովուրդը փորձելու է հավատալ Նիկոլի հերթական բանը։ Ոնց որ Ռոբերտ Քոչարը ասում ստերի բիոսարքը։ Անունը ճիշտ դրել է, ստերի բիոսարքա Նիկոլը։ Բայց մենք էլ պարտավոր ենք մեր ժողովրդին հիշեցնել Նիկոլ սուտ։ Նիկոլը ասում էր, ինչ պետք է ես դա էլ բանակցում եմ։ Հետո բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։ Հետո Ստեփանակերտում ով էր ասում, որ Արցախը գերտերություն չի։ Հետո ով էր ասում նույն Ստեփանակերտում Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Հետո Նիկոլն էր չէ ողջունում, նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը, որը պաշտպանության նախարարը ԱՄՆ-ում ասաց, եթե հիշում եք։ Այս Նիկոլն է։ Հետո Նիկոլն էր Արցախի падգամավորներին հավաստիացնում, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մասում։ Պատկասություն շկռուտո տղա է։ Նիկոլը խոստացել էր Արցախի անջատում հանուն փրկության թեզի իրականացում, ճիշտ է։ Նիկոլն էր խոստացել Շուշիի Հադրութի դեօկուպացիա, սա բոլորն է Նիկոլը։ Հիմա ավելի առարկական։ Պատերազմի օրը 2020 թիվ սեպտեմբերի 27, ժողովուրդ, ես ուզում եմ որ լավ անընդհատ հիշեք ես։ Եվ այս մարդու, որից է խոսքին, ինչպես ասում են ժողովուրդը, կրակին ցախ տնել կլինի, սա խոսքին հավատալ կլինի եւ ասում է հրապարակավ որպես վարչապետի պարտականություն կատարող անձ մենք պարտավոր ենք հաղթել եւ դրա համար կա միայն ու միայն մի նախապայման որ մենք ինքներս մենք խոստանանք մեզ որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի եւ մեր անցյալի, մեր ինքնության եւ մեր արժեքների պաշտպանության դիրքերից։ Կեցցե Արցախի հանրապետությունը, ասում է Նիկոլը, կեցցե Հայաստանի հանրապետությունը։ Երբ էր ասում։ Կեցցե հայոց սփյուռքը, պատերազմի առաջին օրը։ Ժողովուրդ, էս Նիկոլն է ասել։ Էս մարդուց բան չի մնացել։ Ավելին Մինչև Արցախի հայաթափումը 23 թիվ
սեպտեմբեր 20 ինչ էր ասում մարտ 21 թիվ Նիկոլ ինչ ասում պետք է արձանագրենք որ Ղարաբաղի հարցը լուծված չէ Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարություն հայտարարի թե Ղարաբաղի հարցը լուծված է Ղարաբաղի հարցը լուծված չէ Ես ուզում եմ ասել որ շատ կլինեն հարցեր թե լավ ի վերջո ինչու մեր տղերքն ինչի համար զոհվեցին Նիկոլն ասում Ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար որ երբ այսօր Ադրբեջանի նախագահ հայտարարի որ Ղարաբաղի հարցը լուծված է մենք կարողանանք ասել որ Ղարաբաղի հարցը լուծված չէ որտեվ Ադրբեջանի պլանը հենց դա էր Ղարաբաղի հարցը լուծել որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա մենք բոլորս դա գիտենք չէ բայց այսօր Արցախը կա Արցախահայությունը կա եւ ուզում եմ ասել մեր զոհված եղբայրների մեր զինվորների մեր բանակի շնորհիվ Երբ էր ասում 21 թիվ մարտի 21 Եվ հիմա Նիկոլը ասում է խաղությունն է Էնի վիբրատորի մասնագետել կային ասում են ժողովուրդ էլ պատերազմ չի լինելու Ոնց որ Տրամպը իրան բանա աչոտ է տվել զեկույց է տվել ասելա հարգելիս քանի որ դու մեր աննմանն ես մեզ համար շատ ընդունելի շատ սիրելի փամփլիկ թոմփլիկ ճանաչելա հա եւ ասելա քանի որ դու ասում ես որ հրապարակավ ասել ես Հայաստանի քաղաքացիներին որ պատերազմ չի լինի դու խով գնա ասա հաստատ պատերազմ չի լինի առանց պատերազմի մենք կնվաճենք Լուսահոգի Արմեն Գրիգորյանի ասած այ եթիմ Սա է Փաշինյանը